Բարեկամներ ողջույն, հատկապես Լոս Անջելեսի մեր հեռուստադիտողները կփաստեն, որ ավելի քան 10 տարի գրեթե ամեն օր մենք խոսում ենք հաղորդակցությունից, դրա խնդիրներից, հայերի, այսպես այդ բնակավարում բացառիկ դերակատարումից եւ մի շարք այլ հարցերից եւ այսօր ի ուրախություն մեզ բոլորիս տաղավար ենք հրավիրել մի անձնավորության, ով թերևս լավագույնը կարող է ներկայացնել այդ բնակավարի առանձնահատկություններից, որտեղ նա այդ մասնագետն է, ավելին դասավանդում է։ Իհարկե մենք զրույցի ընթացքում փորձենք հասկանալ Հայաստանի պայմաններում եւ հայ ժողովրդի հետ ինչպես կարելի է հաղորդակցության նրբություններին գերազանց տիրապետել, բայց մեր հարգարժան զրուցակիցը երկար տարիներ այդ ամենով զբաղվում է եւ դասավանդում։ Այսպեսով իմ զրուցակիցն է բիզնես հաղորդակցության մասնագետ, դասախոս Սերգեյ Թանտուշյանը, ում եւ ասում եմ բարի օր, պարոն Թանտուշյան, բարև ձեզ։ Երկար մի քիչ ներկայացեցի, գիտեմ թե կրթական բավական լուրջ ճանապարհ եք անցել ու անցնում, բայց հենց ուզում կենտրոնանանք հաղորդակցության վրա, որովհետեւ իմ պատկերացմամբ Հայաստանի իրականության մեջ մեր հասարակության այս մերօրյա վիճակում հաղորդակցությունը շատ բարդ բան է, երբեմն անհնար։ Ես կարծում եմ երևի ինչ-որ պատմական անցյալից է այդ ամենը գալիս, բայց որպես մասնակից խնդրեմ, լուսավորեք մեզ, խնդրում եմ։ Ինչ ասել է Հայաստանի իրականության մեջ հաղորդակցություն եւ ոնց է մարդ դառնում մասնագետ այդ ամենի։ Բարդությունը նախ ինչի եք մտածում, որ բարդ է, որովհետեւ հաղորդակցության հիմքում ընկած է անկալումը։ Իսկ մենք ունենք ընկալումներ, որոնք որ շատ ժամանակ կարծում ենք, որ միայն մեր ընկալումն է ճիշտ, եւ մյուսի ընկալմանը մենք ընդդիմախոսում ենք եւ ընդհանրապես չենք համարում, որ ինքը ոչ գոյություն ունի ու կարող գոյություն ունենա, իսկ եթե գոյություն ունի, երբ որ չի համապատասխանում մերին, ինքը դառնում է մի հատ կոնֆլիկտ։ Նաև մշակութային կոմպոնենտ է այստեղ կա, որովհետև օրինակ Էրին Մայերի Culture Map գրքում եւ այդ մեծ տեսությունն է, որ բաժանում է հասարակությունները, մշակույթները 8 տեսակների, 8 կոմպոնենտներով են, հա, ոնց որ բնութագրվում հասարակությունները ըստ իրեն եւ մասնավորապես թե ինչպես են հաղորդակցում հասարակությունները, կան բարձր կոնտեքստային հասարակություններ եւ ցածր կոնտեքստային, բարձր օրինակ դա այն հասարակությունն է, որտեղ որ կարևոր է ոչ միայն այն բառերը եւ նախադասությունները, որոնք որ դու ասում ես, հա, ուղիղ իմաստ չունեն, այլ այն ամբողջ կոնտեքստը, այն պատմությունը, մեր հարաբերությունները եւ մարմնի լեզուն եւ մնացած այլ բաները բարձր կոնտեքստային հասարակություններում ավելի կարեւոր են, քան թե կոնկրետ զուտ բառերը։ Հիմա մենք որ մենք բարդ ենք երևի։ Ես կարծում եմ մենք բարձր կոնտեքստային մեր հերոսադիտողների համար ավելի բարձ դարձնելու համար, այսինքն այդ բարձրի պարագայում շատ կարևոր ոչ թե այն է, ինչ ուղղակի դու ասեցիր, այլ ինչ միջավայրում ասեցիր, ինչ մարմնի լեզվով խոսեցի, ցածր կոնտեքստային հասարակությունների օրինակ կարող է լինել ամերիկյան հասարակությունը, կարող է լինել հրեաները, Իսրայելում, այո։ Իրանք բավականին խառն են, այն առումով, որ թե այդ Middle Eastern, հա, կուլտուրան է այնտեղ, արաբական բան, որ շատ ավելի բարձր կոնտեքստային է, քան թե մերը, բայց նաև իրանց ուղղակիությունը, իրանց հիերարխիկ ցածր նաև հիերարխիկությունն էլ կապ ունի, էլի։ Այսինքն, եթե կա քո հասարակությունում բարձր հիերարխիա, բոլորը գիտեն իրանց տեղը եւ ոչ մեկ դա հարցականի տակ չի դնում եւ կան այդ, հա, ոնց որ ստրուկտուրաները, ապա հիմնականում ավելի բարձր կոնտեքստային է նաև հաղորդակցության ձևը։ Իսկ ավելի էգալիտար, հավասարամետ հասարակություններում, օրինակ հրեական հասարակությունում, որտեղ որ ֆորմալիզացիան մինիմումի է հասցրած, ուղղակի է խոսքը, որը որ նաև իդեպ բերում է ինովացիաների բարձր մակարդակի, հա, այդտեղ ոնց որ այդ կուլտուրան էլ նշանակությունի կոնտեքստի հետ կապված, այսինքն եթե ուղղակի ես խոսում, հենց այն բանը ասում ես, ինչի նկատի ունես։ Դուք դասավանդում եք հայ-ամերիկյան համալսարանում եւ փորձում եք տարբեր, այսպես հա, մեր երիտասարդության ներկայացուցիչների հետ այ հաղորդակցությունը իրանց հետ ոնց է լինում, ձեր ասած բարդ սիստեմով է, պարզ սիստեմով է, ոնց է լինում եւ ինչ դժվարությունների եք հանգել այս ընթացքում։ Մեկ այլ չափանիշ թե ինչպես են հաղորդակցում տարբեր մշակույթներ, չափանիշներից մեկը ըստ Էրին Մայերի, դա երկու ոնց որ կողմ կա։ Առաջին տիպը հասարակության հաղորդակցության տեսանկյունից ընկալում է տեղեկատվությունը օրինակներով։ Երկրորդ տիպը ընդհանուր տեսությամբ եւ հետո նոր են գալիս օրինակները։
հայկական, եվրոպական, ռուսական հասարակությունները սովոր են ընկալել տեղեկատվությունը թեորիայում, այսինքն ինչ որ մի հատ տեսություն գոյություն ունի, դուք արդեն օրինակ համալսարաններում ենք ոնց ենք սովորում տեսություն, հետո մի հատ գործնական պարապմունք, որտեղ որ ոչ մեկ չի գալիս, դա լաբորանտն է կամ ինչ որ ասպիրանտն է, ավելի թեորիան միշտ ավելի շատ է, այո, թեորիան շատ ավելի շատ է։ Ամերիկյան կրթական համակարգը ինքը հիմնված է օրինակների վրա շատ, այսինքն кейսերը։ Այս մի բիզնեսի պատմությունը, եթե բիզնես կրթության մասն ենք խոսում, Walmart-ի պատմությունը, IKEA-ն, Coca-Cola-ն, Tesla-ն եւ այլն, հա, եւ վերջում հետո ասում ես դե հիմա նայեք ISSS դեպքերը ինչ են մեզ սովորացնում մենեջմենտի մասին ընդհանուր կամ բիզնեսի մասին։ Հետո նոր գալիս է մի փոքր տեսություն։ Ինչու եմ այս պրեամբուլան անում, որովհետեւ ամերիկյան համալսարանը մեզ մոտ Հայաստանում ունի կրթական համակարգ, որը որ հիմնականում кейսերի վրա է հիմնված, այսինքն ես օրինակ երկու դաս ունեմ, մեկը բիզնես հաղորդակցությունն է, մյուսն էլ բիզնես ռազմավարությունը։ Բիզնես ռազմավարության դասը ինքը հիմնված է լիովին кейսերի վրա, այսինքն ես երբեք տեսություն չեմ կարդում, ես հանձնարարում եմ ուսանողներին кейսեր, բիզնես кейսեր այդ կազմակերպությունների, որոնք որ sense մի հատ մի պահ են թե կոնկրետ օրինակ Lego-ի պատմության մեջ այս կրիզիսը ոնց է լուծվել եւ ոնց է հենց այս մենեջերը լուծել, այդ դա է кейսը, հա? Եվ մենք այդ кейսն ենք քննարկում։ Հետո մեկ այլ кейս։ Հիմա բարդությունը այստեղ ինչու՞ է կանում, որ մենք որպես մշակույթ, որպես դպրոցից, հա, ավագ դպրոցից սովորել ենք եւ բակալավրիատում սովորել ենք հայկական, եվրոպական մոդելով, տեսություններով, հա, բայց երբ որ մագիստրական մակարդակում MBA ծրագրով, որով ես զբաղվում եմ Ամերիկյան համալսարանում, երբ որ գալիս են ուսանողները, իրանք այդ մենտալիտետին ծանոթ չեն լինում եւ շատ տարօրինակ է լինում, եւ շատ ժամանակ նույնիսկ ուսանողները ասեն, հա լավ, հասկացանք, Coca-Cola-ի кейսը սենց է այս դեպքում, այս չգիտեմ, 98-ից 2002 թվականին սենց որոշում են կայացրել։ Հա, բայց ճիշտը ո՞րն է։ Դե ես էլ ասում այդ սավտում ճիշտը ո՞րն է, այս սիտուացիվա, այդ սիտուացիայում այս մարդը կողմից, մյուս սիտուացիայում ուրիշ իրավիճակն է բացատրել։ Եվ մարդիկ ուզում եմ ասեմ մեր մշակույթի ներկայացուցիչները պատմության, իրենց պատմական կրթական պատմության ընթացքում սովորեն տեսության եւ ոչ թե դա է, ինձ թվում է բարդություններից մեկը, որը որ մենք այտենց շտկում ենք, բայց դա նոր մեթոդ է։ Քանի որ կրիզիսներից ճգնաժամերից խոսեցիք, այստեղ նշում արեցի, չեմ կարող չհարցնել մեր իրականության մեջ, որտեղ ճգնաժամերը բազում են բոլոր իմաստներով, հա, իհարկե մենք ոչ քաղաքական զրույց ենք տանում, բայց զուտ նայելով հեռուստատեսությունում օրինակ գործիչները ոնց են իր մեկը մեկի հետ հաղորդակցվում, այսինքն օրինագիծ է ինչ որ քննարկում, կապ չունի որ կողմն է, ինչպես է այդ process-ը տեղի ունենում, այսօր 5-շաբթի է կառավարության նիստն է, տանից դուրս գալուց առաջ նայում ենք ուղիղ եթերում ոնց է դա տեղի ունենում, այդտեղ հարց առաջանում, եթե մենք այսքան պրոբլեմատիկ ենք հաղորդակցության առումով, կառավարումը ընդդիմախոսումը, չգիտեմ, իշխանությունը, այդ հարաբերությունները ազգային ժողովը ոնց կառուցվել, այսինքն մենք խնդրի մեջ ենք։ Այստեղ ես կպատասխանեմ հետևյալ ձևով, որ հիմնական խնդրեմը ինչու ենք մենք անզուսպ, այդտենց, հա, մի քիչ ծայրահեղ, այո, ինչի ենք մենք տենց հաղորդակցվում, որովհետև ես այստեղ էմոցիոնալ ինտելեկտի խնդիր եմ տեսնում։ Հաղորդակցության նախահաղորդակցական փուլը, որը որ իմ դասի նաև իմ դասը բաղկացած է 5 մասից, որից առաջինը հենց նախահաղորդակցումն է, ինքը բաղկացած է ընկալումներից, էմոցիոնալ ինտելեկտի, հա, կյանքի էներգիայի, կառավարման, այդտենց մինչ հաղորդակցային փուլերից նաև ես նայում եմ ընկալման սխալների վրա, օրինակ, որոնք որ խանգարում են մեր հավասարը հավասարին էֆեկտիվ, արդյունավետ հաղորդակցությանը։ Օրինակ կան ընկալման սխալներ կարծրատիպերը, կա պրոյեկտումը, որը որ ես հայերեն թարգմանել եմ պիտակավորում, ամեն քայլին է։ Այո, то есть մենք այն սիտուացիայի մեջ ենք գնում, որ մինչև հաղորդակցվելը մենք պետք է նախ դիրապետենք այդ բոլոր ընկալման գործիքակազմին, որպեսզի մեր հաղորդակցությունը էֆեկտիվ ստացվի։ Դա conflict management-ն է նաև, կոնֆլիկտների կառավարումը,
կարող ես 5 ձևով կոնֆլիկտին վերաբերվել, հա, որից հենց կոնֆրոնտացիան կամ մրցակցությունը դրանցից մեկն է։ Դու կարող ես խուսափել, դու կարող ես համագործակցել, հա, դու կարող ես հարմարվել եւ այլն, բայց default-ը ամենահեշտը հատկապես ցածր էմոցիոնալ ինտելեկտի պայմաններում դա կոնֆլիկտն է եւ մենք ենթագիտակցորեն գնում ենք դեպի որը որ շատ մարդկային է, որտեղ մարդիկ միշտ կարճ ճանապարհներ են ման գալիս։ Մենք գնում ենք դեպի ամենահեշտ, ամենակարճ ճանապարհը, ցավոք սրտի։ Այս իրավիճակում փաստորեն լուծումներից մեկը որն է երկխոսություն։ Այս կրթության հետ կապված մեր վերջին շրջանում շատ են խոսում տարբեր հարթակներից, այս հայտնի եւ ոչ այդքան, չէ, հարգելի բարեկամներ, ես ինչ եմ նկատել, չգիտեմ, պարոն Թանթուշյանը կհամաձայնի թե ոչ, մենք ինչ որ ֆոբիաներ ունենք։ Կրթությունը մանավանդ եթե փորձում են, օրինակ, վերջին ժամանակներում ասում են նորաձև, չէ, կրթությունը, որպես դասախոսի եմ հարցում, կրթությունը նորաձև լինել կարող է։ Միշտ նորաձև պետք է լինի, ցավոք սրտի։ Այսինքն, քննադատություններից մեկը որն է, ասեն նորաձև կրթությունը դա, այսինքն, հագուստ է, ինչ է մոդա է, ասում են, այնինչ կրթությունը կարող է վերջը լինել նորաձև, թե չէ։ Ես կարծում եմ կրթությունը միշտ էլ նորաձև է, մի քիչ ակտուալությունը ցավոք սրտի կորցրեց մի պահ, որովհետև մենք ունենք ապրելու Դե բարձ բան է, հա, եթե իրավիճակը այնպեսին է, որ հանապազորյա հացի մասն ես մտածում, կրթությունը առաջին բանը չէ, որ կմտածես, բայց հիմա մեր օրերում նայելով երիտասարդներին, նայելով ոնց է զարգանում աշխարհը, որ ուղղությամբ է զարգանում աշխարհը, կարծես թե մենք էլ ենք բացվում, ինչ որ կապեր, բան գնում են գալիս են եւ այլն, եւ գնալ գալով մարդը շատ բան այլ է հասկանում։ Գիտեք, իմ տղան ընդունվեց ավագ դպրոց եւ իր այդ շարադրության մեջ ընդունվելու հետ կապված մոտիվացիան, թե ինչու է ուզում այդ դպրոցը ընդունվի, ինքը այնքան հետաքրքիր, հետո մենք քննարկում էինք, ինձ համար բացահայտում էր, մի հատ sense բան էր գրել, ասեց կրթությունը համարվում է unnecessary luxury, այսինքն մի բան, որը որ ինչ որ ճոխություն է, որը որ այդ ինչ մի թիթիզություն է, որ եւ հենց այդ պատճառով ոչ միայն թերագնահատվում է, այլ նաեւ շատ դեպքերում համարվում է այդ ինչ մի ձևականություն է։ Ես կարծում եմ դա էլ է շատ մեծ խնդրեմ մեզ մոտ, ոչ թե անհրաժեշտությունն է։ Անհրաժեշտությունն է դիպլոմը, ցավոք սրտի մեզ մոտ դեռ։ Բայց հիմա արդեն մի քիչ փոխվում է, մարդիկ գիտակցում որ ոչ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն, հա, դա էլ է փոխվում։ Բայց կոնտենտը, կոնտենտային կրթությունը, հա, շատ դեպքերում անտեսված է եղել ցավոք սրտի մեզ։ Ոնց է լինում քարոզը, ոնց որ ես եմ տեսնում, լավ աշխատե, լավ կրթություն ունեցի, որ լավ աշխատես եւ լավ ապրես, եւ ինչ որ բարեկեցության հասնես եւ այլն, բայց մեզ մոտ տասնամյակներով, կարծում եմ միջին վիճակագրական անգամ Երևանյան բակը եթե վերցնենք, ամենալավ ապրող մարդիկ թերևս նրանք են եղել տասնամյակներով, ովքեր կրթությամբ առանձնապես աչքի չեն ընկել։ Շատ թաղամասեր կան, որտեղ հենց նույն պրոֆեսորը, գիտնականը տասնամյակներով լուրջ խնդիր է ունեցել զուտ գոյաբանական խնդրի մեջ է եղել այդ մարդը, խնդրել է ծանոթներին, բաները եկին բերեք իմ մոտ պարապենք մաթեմատիկական, ֆիզիկական միջով մասնագիտություն, եւ այդ երեխեքը որ մեծացել են այդ բակում, որ տեսել են ամենալավ մեքենան, ով է քշում, իսկ ասենք պրոֆեսոր, ես միշտ եթերում ասում եմ պարոն Վիտալիկը, դա պատմական կերպ է, պարոն Վիտալիկը, ասենք, ինչ որ համեստ գոյատևում է իր համեստ տան պայմաններում, բնականաբար ում է ձգտելու նման երեխան։ Շատ ճիշտ է դա, որ պարոն Վիտալիկը այտենց վիճակում, ինչու, որովհետև պարոն Վիտալիկը կրթության թե ստացել է եւ տվել է, որ ամենասարսափելին է, սխալ տիպի կրթություն։ Մենք խորհրդային երևի բեքգրաունդ պիտի գնանք։ Իսկ այն մարդը, որը որ ամենալավ ավտոն է քշում, ինքը արել է խնդիրների լուծում, problem solving։ Եվ կրթությունը, եթե մեզ սովորացնում է լուծել խնդիրներ, ոչ թե ակադեմիական ինչ-որ, չգիտեմ, որովհետև դրա համար կա ChatGPT, հիմա արդեն կա, չգիտեմ, Google եւ մնացած այլ search engine-ները, պետք չի էլ հիշել Էվերեստի բարձրությունը, բայց պետք է հասկանալ, հա, թե Էվերեստը օրինակ, չգիտեմ, իմանալ պատմությունը կոնտեքստում, ով է բարձրացել, ինչու է դժվար բարձր, որն է process-ը, ոչ թե այո, ոչ թե որ երկրում է ինքը գտնվում կամ չէ փաստային տեղեկատվություն։ Իդեպ այստեղ
մենք օրինակ ամերիկյան համալսարանում շատ հենց այդ կոնտեքստի վրա մեծ ուշադրություն ենք դնում, այսինքն մենք ոչ միայն փաստն ենք սովորացնում, ուսանում, այլ դրա գոյացման, ոնց որ դրա ֆենոմենը ընդհանրապես, ինչու դրա կիրառությունը տարբեր մշակույթներում, տարբեր կոնտեքստներում։ Ես նրա տղայիս հետ պատմության դասագիրքն ենք կարդում։ Ես շատ եմ սիրում այս պատմությունը որպես օրինակ թե ինչքան սխալ է կազմված, հա, շատ դասագրքեր եւ այնտեղ փաստեր էին, օրինակ արշակունիներ։ Ու ինքը ինձ հարցնում ասում է, օքեյ, լավ, հասկացանք արշակունիները այս թվից այն թիվն են եղել։ Բայց օրինակ այն ժամանակ ինչ ա եղել, բրոնզե դար ա եղել, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին եղել է, թե չէ։ Բուրգերը այդ ժամանակ կային, թե չէ։ Իսկ Ֆրանսիայում ինչ էր տեղի ունենում։ Կար вообще Ֆրանսիա։ Ոստեղ ես էլ չգիտեմ այդ ամեն ինչը, ու մենք գրեցինք, գծեցինք ժամանակային շարք, նայեցինք ինչ այլ իրադարձություններ է համաշխարհային պատմության մեջ եղել եւ հենց որ ինքը կոնտեքստը պատկերացրեց եւ մենք դա դարձրեցինք պատմություն, storytelling։ Միանգամից ինքը հիմա երբեք չի մոռանա եւ դա իրան թույլ է տալիս լուծել խնդիրներ։ Զուգահեռներ անցկացնել, երբ որ մեզ մոտ սա էր, ուրիշ տեղին չէր, հաստատ շատ հետաքրքիր է։ Եվ նաեւ սովորելու հմտություն ձևավորվեց։ Ես սպասելի մի հատ գրամ, հələ մի հատ էս մեթոդ, իհարկե, բայց ասեմ ձեզ, շատ կարևոր է նաև այդ ֆորմուլային, ստրուկտուրային, ֆրեյմվորքային մոտեցումը կրթության։ Տենց ավելի հեշտ է սովորում, երբ որ դու ֆորմուլան գիտես, պրինցիպը գիտես, այդ սկիլետը ունես, ու մեջը կարողանում ես տեղադրել։ Դա էլ է շատ կարևոր։ Այդ բազային մոդել եք դուք առաջարկում, որովհետև մենք բոլորս կարծում հեռուստադիտողներ, մենք բոլորս ինչպես ասում էր դասական անցյալից ենք, ու այդ անցյալի մեջ այդ շտեմարանային այդ փաստը որ թվին ինչ եղավ, բայց ինչ պայմաններ էր, ինչ էր իրավիճակը, ում տիրապետության տակ էինք եւ այլն, այդ հետաքրքիր է, ասեն ինչ հիմա նոր մոդել ենք ուզում ներդնել կամ նոր այդ համել вообще իմ Չէ, հասկանում եմ, բայց զուտ մենք հիմա անգամ պայքար է մեզ մոտ հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն, այսինքն հիմա այ մակարդակի է։ Ինչ որ սխալման եմ ասել։ Հայոց է, չէ՞։ Բայց ձեր վերաբերյալ որն է ճիշտ է։ Ոնց հասկացա Հայաստանի պատմություն են ուզում, հայոց պատմություններ։ Մոսես Խորենացու աշխատությունը պատմություն հայոց էր։ Այսինքն ոնց հասկանում ենք բոլոր հայերի, բոլոր ժամանակների պատմությունը, բայց հիմա Հայաստանին է մի տեսակ ձեր ասած ֆրեյմինգը անում, էլի բերում է ինչ-որ մի հատ սահմանի մեջ։ Մեր բառերը նաև կանխորոշում են մեր մտածելակերպը։ Այսինքն մենք կարող ենք ասենք, հա դրա ինչ տարբերություն հայոց թե Հայաստանի, բայց ինքը շատ կարևոր է այդ բառերը, թե դու ոնց ես լիքը վերություններ կան, որոնք որ ապացուցում են, օրինակ, որ այն երկրները, որտեղ կա կոնկրետ բառ, ենթադրենք գույնի հետ կապված, հա, տարբեր բառ, օրինակ անգլերենում կա light blue ու dark blue։ Այսինքն ինքը մեզ մոտ կա, ինչի ենք մեր լեզուն։ Բայց մեզ մոտ կա կոնկրետ բառեր, կա կապույտ եւ կա երկնագույն։ Եվ այստեղ մենք տարբերությունները ավելի ցայտուն ենք տեսնում։ Կամ օրինակ թվերը, վրացերեն եթե դու ուզում ես ասես 57, դու պետք է լուրջ մաթեմատիկա անես։ Երկու անգամ, 10 անգամ ինչ որ +10 +7 sense երկու անգամ 20 անգամ կամ ֆրանսերենում էլի տենց ինչ որ մաթեմ պետք է անես եւ ապացուցվել է որ այդ բառը ով որ ունի, հա, ավելի կարճ որոշումներ եւ ավելի կտրուկ է մաթեմատիկայի մեջ, իսկ այն մարդիկ ովքեր այդ մաթեմատիկական հաշվարկը պետք է անեն, մի քիչ ավելի դանդաղ են, բայց ավելի ֆունդամենտալ մաթեմատիկայի եւ ֆինանսական որոշումների տեսանկյունից են։ Հետաքրքիր է, քանի որ լեզուներից խոսեցինք, բայց անգլերենում էլ մանավանդ 4 բանանը թիվը 2-2 են ասում, ասենք 1915-ը ասենք 1915, այսինքն կես դա էլ է, ինչ որ մտածողության հետ կապված։ Ինձ թվում է, այստեղ ավելի էֆեկտիվությունն է դեպի գնում։ Նաև եթե մարմնի լեզուն ես քննարկում, օրինակ ամերիկյան մարմնի լեզուն ավելի ուղղայացա, որտեղ ցածր կոնտեքստային հասարակություն է նաև եւ ավելի կտրուկ է եւ դեպի էֆեկտիվություն է միտված, մինչդեռ օրինակ միջին արևելյան այդ երկար ավելի պատմությունները շատ այնտեղ կան ոչ պրակտիկ, ոչ անհրաժեշտ շարժումներ, բառեր, դարձվածներ։ Ես կարծում եմ մենք
հնարավորություն կունենանք հաշվի առնելով ժամանակի սղությունը հեռուստատեսության մեջ մենք 20 րոպե է մեր եթերաժամը, բայց ես ես սիրով ուզում նաև մեր ռադիոկայան հրավիրել եթերից օգտվելով ասեմ, որտեղ ավելի երկար բովանդակալից զրույց ունենանք, որովհետև այն թեմաները, որ դուք ասում եք, մի նոր բաժին է բացում զրույցի համար, բայց ցավոք ժամանակը մեզ սահմանափակում է եւ որպես վերջաբան, պարոն Թանտուշյան, ուզում եմ ուսանող եւ ուսուցիչ դասախոս հարաբերությունների մասին էլ խոսել, որովհետև հիմա համացանցում եւ ոչ միայն շատ է քննարկում, այ հիմիկվա երեխեքը, բա մենք մեր ուսուցիչներին, այսպես, բան, այսինքն որպես հիմա ամենօրյա ռեժիմով շփվող մասնագետ էլի, ինչ փոփոխության է ենթարկվում, որովհետև այդ հարաբերությունները դուրս են գալի համալսարանի պատերից, դա դառնում է սոցիալական, հա, այս ամեն ինչի մասնիկ, այդ մարդիկ խանութ են գնում, այդ մարդիկ պետական հիմնարկ են մտնում եւ այլն եւ ձևավորում են միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ Ինչ եք նկատում համալսարանը ոնց է դա։ Ես կարծում եմ, որ օրինակ ձեզ հարց տամ, դուք որ դասն եք սիրել եւ ինչու դպրոցում։ Հասկանում եմ, ուսուցչի հետ են կապելու ամեն ինչը։ Ну, երևի կենսաբանություն աշխարհագրություն եմ, որտեղ ուսուցչի մոտեցումն է։ Role model-ը ինքը եղել է ինչ որ մի հատ տենց կերպար, որին որ դուք ոչ միայն գիտելիք եք ուզեցել իրանից ստանալ, այլ նաև ինչ որ ընդհանրություններ եք գտել, ուզեցել եք նաև որպես մարդ իրան օրինակ նմանվել կամ ինչ որ բաներ ունենալ նաև որ ինքը ունի դասից դուրս։ Ենթադրենք խոսալու ձևը, ենթադրենք, չգիտեմ, հումորը, ենթադրենք բացատրելու ձևը, հետաքրքրությունը եւ այլն եւ այլն։ Դե որ մենք էլի բոլորս քանի որ անցյալից ենք, այդտեղ ֆիզիկական բռնություններ էլ կային, մարդիկ իրենց թույլ էին տալիս 90-ականներին, այդ ֆանտաստիկ բան էր։ Մեր քիմիացուցչին փայտի կտոր էր բերում հետը եւ մեր Սևանին ասես սպառնում էր, հա, այսինքն դժվար է սիրել էլի մի process, որտեղ փայտը աչքիդ առաջ է։ Ճիշտ է, բայց նաև հետո շատերը փորձում են էլ նմանվեն եւ ավտորիտար մենեջմենտ, նա բան եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, որ ուսանողը լավ սովորի, իդեպ նաև որովհետև լավ սովորելը միջավայրից է գալիս, իր մոտիվացիայից է գալիս, հա, ոչ միայն այդպես ինչ որ քո լավ խիստ դասախոսնի կամ պահանջելուց։ Դու պետք է լինես այդ role model կոչվածը։ Ստացվում է։ Հա, ինձ թվում է, հա։ Դե շատ ուրախ եմ։ Ես ինձ հաճելի է մտածել, որ երեխեքը նաև ինձ որպես մարդ են ընկալում, ընդունում, այլ ոչ միայն իմ գիտելիքը։ Երեխա ասածը էգզեկյուտիվները եւ մնացած ուսանողները բավականին իմ օրինակ MBA ծրագրում միջին տարիքը 30-ն է, աշխատանքային փորձն էլ 5+, չնայած մինիմալ պահանջը 2 տարին է։ Այսինքն մենք ուրիշ ընտրություն էլ չկա, այտենց հավասարին չլինելը ավելի շատ խանգարում է։ Ժամանակը սպառել է, բայց մեր տեսանելի ապագայում մենք կտեսնենք մոտավորապես այն հասարակության մոդելը, որի մասին խոսում ենք, քննարկում ենք, դուք ձեր հարթակում, մենք մեր հարթակում, թե դա դեռ տասնամյակներ կպահանջի։ Այսինքն զուտ այդ հերթ պահելու կուլտուրան, մեքենաների այդ երաժշտության վիճակները, այդ սկուտերներ սամակատներով մարդկանց հետիոտներին տակը չգցելը, բան, այսինքն դա ինչ որ ակադեմիական կրթություն չի պահանջում, էլի, դա ինչ որ ներքին կուլտուրա է, որ ես կարծում եմ մենք շատ ադապտիվ ազգ ենք, մենք շատ շուտ ենք համակերպվում եւ շատ ընկալում ենք, մենք early adopter ազգեր ենք, եթե Startup Nation մի հատ գիրք կար, որ Իսրայելի մասին է, ես կարծում եմ երկրորդ այդ նմանատիպ nation-ը startup, որը որ պատրաստ է անցնել փոքր բավականին, որ դու կարողանաս քո բիզնես մոդելները արագ եւ էֆեկտիվ տեստավորես եւ այլն, Հայաստանում մենք այդ ամեն ինչը ունենք։ Եվ ես կարծում եմ ճիշտ մոտիվացիոն համակարգի, ճիշտ իմպուլսների արդյունքում կարող է նաեւ շատ արագ փոխվել։ Լավատեսությամբ ամփոփենք, շնորհակալություն։ Մերսի զրույցի համար, սպասում ենք նաեւ այլ հարթակներում ձեզ։ Բարեկամներ, կարծում հետաքրքիր էր, շնորհակալություն ուշադրության համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ թողարկմանը։ Լավ։